Ընդդիմությունն այժմ էլ նոր սենսացիոն թեմա է սկսել շրջանառել, թե այսօր սեպտեմբերի 25-ին կառավարության կողմից ընդունված 2026 թվականի բյուջեի նախագիծը վերանայել են ու պարզել, որ կառավարությունը հաջորդ տարվա համար ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսել է 101.5 միլիարդ դրամով պակաս ֆինանսավորում, քան այս տարի։ 2025 թվականի պաշտպանության նախարարությանը հատկացված 664.6 միլիարդ դրամի փոխարեն 2026 թվականին գերատեսչությանը կհատկացվի 563.1 միլիարդ դրամ։ Նկատենք, որ ՊՆ-ին հատկացվելիք ֆինանսների նվազեցումը նորություն չէ, առավել ևս սենսացիա։ Նրանք կամ ուշադիր չեն հետևել սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած խորհրդարան կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմանը, կամ որոշման էությանը լավատեղյակ լինելով հանդերձ որոշել են դարձյալ խուճապ առաջացնել հասարակության ներսում։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ շատ հստակ բացատրեց ՊՆ-ին հատկացվելիք գումարի նվազեցման որոշման հիմնավորումը։ 25 թվականին պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել, եւ այդ կտրուկ աճը մեծ մասամբ պայմանավորված է միջազգային ծրագրերով, ձեռքբերումների եւ պարտքի սպասարկման անհրաժեշտությունների հետ։ Մենք որոշել ենք ուղղակի, որ այն պարտքի կտորներ, որ պետքա 1, 2, 3, 4, 5 տարում փակեինք, ապագա որևէ մի փուլում, մենք հիմա կոնսոլիդացրել ենք, ֆինանսական հնարավորություն ենք տեսել, կոնսոլիդացրել ենք, այդ պարտքը հիմա ենք փակել։ Եվ եթե այդ պարտքի կտորը հիմա ուղղակի այս ամբողջ խոսակցությունից հանենք եւ վերցնենք թվերը սրանից դուրս, մենք կունենանք այսինքն մենք կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականon աճը, որը մենք ի սկզբանե պլանավորել ենք եւ գուցե մի փոքր էլ ավելի։ Այսքանից հետո մեկ ավելորդ անգամ եւս համոզվում ենք, որ ընդդիմության հիմնական նպատակը երկրում շոուներ, թամաշաներ սարքելն է, խուճապ տարածելը։ Մնում է ապավինել միայն մեր քաղաքացիների գիտակցությանն ու կամքին, չտրվել սադրանքների, որոնք օր-օրի նոր թափ են հավաքում։